Պարոն Նազարյան, մի հարց ունեմ ձեզ, էլի։ Կարելի է, Միքայել է իմ անունը։ Դուք այսօր վիրավորել եք իմ ընկերոջը։ Անհետ մեկնաբանեք, էլի, ես որպես ընկեր հիմա այդ արեմ։ Տեսեք, ես ձեր հիմա չեմ վիճում, կռիվ չեմ անում։ Կմեկնաբանեք։ Ես ուզում եմ ճշմարտությունը իմանամ ձեզանից, ձեր տեսակետը։ Պարոն Նազարյան, ում ասե։ Չէ, պարոն Նազարյան, ես ձեզ որպես ընկեր մոտեցել եմ ասել եմ, խնդրում եմ, ինձ խնդրում եմ, պարզաբանեք, հարգելիս եմ ասում, ինձ պարզաբանեք, ես իմանամ այդ տղու խնդիրը ինչ է ձեր համար։ Տղու խնդիրը Աստծու հետ է, թող գնա եկեղեցի։ Աստծու հետ ասելով դուք եղադրում եք ծախված լինելու մեջ, հա? Դու ինձ պրովոկացիա։ Նազարյան ջան, ախր դուք արտահայտություններ եք, մեծ մարդ եք։ Մեջ եմ, ինձ մի վիրավորի։ Ես եմ վիրավորում, դուք մեղադրանքներ մի ներկայացրու, երրորդն էլ այն մարդուն, որին բարև են տալիս անցնում են, ու ինքը քեզ վիրավորում է, այդ մարդուն արդեն չի։ Ինքը պատասխան ունի ձեզ բարև չտալու, իսկ դուք պատասխան չունեք իր ծախված լինելու։ Ամոթավոր պատգամավորը մեծ մարդը տենց մեղադրանքներ է։ Ավել բան հիմա ձեզ չեմ ասի, Աստված ձեզ պատժելու է։ Մերը անցել է մեր Արսեն Ղուկասյանը, բարևը չի ընդունել վիճից, էլի, ծախված, տո սրիկա, որդիդ մահացել է սրանց պատճառով, սկզբից ընդդիմացել ես, պրիչոմ, ես ներկա եմ եղել իր ընդդիմանալուն, դրանից հետո ինչ պատճառով, ոչ մեկ չգիտի, հավանաբար ծախված չլինելու պատճառով մարդը բան անում, դառնում է ԿՊ անդամ։ Ասա Բագրատ ջան, իմաստ չկա ցավը տանեմ, իմաստ չկա եղբայր։ Անիմաստ տեղը դու բարկանալու ես, իրան էլ վիրավորենք։ Ինքը վիրավորանքի արժան է, հիմա կանգնել է, ինչ է սպասում, չգիտեմ, ինչի նիստի չի, ոչ մեկ չգիտի։ Էսա ԿՊ պատգամավորների, ու երևի թե սա վատագույնն է, որտեղ եթե նրանք ծպտյալ ադրբեջանամետ են, սա ընթացքում է տես փոխվել։ Իրանցում իրան շատ լուրջ հայրենասեր, որդու համար դոշ տվող մարդ էր, բայց բարձրվում է, որ չէ, այդ ամենի չի հասնում։ Ժողովուրդ ջան, մենք ազգային ժողովի Դեմերչյան մուտքի մոտ ենք։ Եթե կան մարդիկ, ովքեր կարան հիմա մոտենան, մոտեցեք, որովհետև այսօրվա ակցիան նրանում է, որ պատգամավորներին երեսին ասել ճշմարտությունը եւ իրանցից ստանալ ճշմարտությունը։ Ճշմարտությունը մեր այն է, որ հանձնաժողովը չի հրապարակել են բացահայտումները, որոնք որ արել է, դա ճշմարտություն է, չեն բացում, արել են, իրենք իրանց խոսքով ասել են, որ հսկայական մեծ քանակի քրեական գործեր կա, բայց այդ քրեական գործերը ընթացք չեն ստանում, հանրությունը դա չի տեսնում, ու վաղը մյուսօր հավանաբար այդ քրեական գործերով անցնող մարդիկ լինելու են նորից իշխանության մեջ կամ լինելու են բանակի ղեկավարներ։ Եվ երբ որ մեզ սպառնում են պատերազմով, ես չեմ հասկանում ոնց է կարելի երեկվա դավաճան զինծառայողներին հրամանատարներին թողել այսօր բանակում եւ սպասել նոր պատերազմի։ Ինչ է լինելու նոր պատերազմի հետևանքը բնականաբար կրկին պարտություն։ Դա համար այս պատգամավորները դա պիտի իմանան եւ ուզում եմ իրենց ճշմարտությունը հասկանալ։ Այս մարդու ճշմարտությունը նա է, որ ինքը ոչ մի բան չի ուզում։ Իրան ասել են Աստված, ծախված, Քոչարյան, եսիմինչ ուղեղը մցրել են, դատարկ ուղեղը մցրել են, խոսում է։ Ամենավատն է, որ իր ուղեղից ու սրտից հանել են իր որդու կորուստը։ Այսքան բան կարամ ասեմ։ Իրան խուսափել դուք տեսակ, որ անգամ հարգելիով են փորձում մարդուն դիմել, որ պատասխան տա ճշմարիտ բան ասի, չէ, մարդը հիմար բաներ է խոսում գնում է։ Այսա ձեր ազգային ժողովը։ Հիմա սպասենք, այս բանին ընդմիջում է գուցե մարդիկ կլինեն, որոնք դուրս են գալիս։ Տիկին Խամոյան։ Տիկին Խամոյան, բարև շնորհակալություն, այսօր մենք լսեցինք Աննա Գրիգորյանը արձագանքել է, շնորհակալություն ձեզ։ Կարնիկն էլ է ելույթ ունեցել։ Հիմա ընդմիջում է, կասեք, թե վերջանում է նիստը, դուք գնում եք։ Ինչ սպասենք ֆրակցիայից, մի քիչ ավել ճնշում, մի քիչ ավելի ինչ կարող եք միասին անել, որ այս հարցը ընթացք սա։ Դուք բարձրաձայնում եք, մենք դա լսում ենք, մի քիչ ավելի թեժացնելու համար, թե ներսը, մենք մտածում ենք դուրսը, դուք մտածում եք ներսը։
Համեցեք, ինձ կներեք անհանգստացնում եմ։ Ժողովրդյան նիստն ավարտվել է, պատգամավորները այս պահին դուրս են գալու։ Ով մոտիկա, համեցեք։ Հասկանանք ճշմարտությունը ինչ կարգի է տեղ հասնելու, երբ որ բացահայտվելու։ Շանս ունենք բացահայտելու։ Կարող ենք խոսել, հա, ուզում եմ հասկանալ, ֆրակցիան քննարկել է այս հարցը թե չէ, մենք ոնց կարող ենք թեժացնել այս պահանջը։ Ձեր ֆրակցիան նկատի ունեմ, իհարկե։ Մամուլը ամենաարձանագրել է։ Հա, շատ բարի, կլսենք։ Մեր տեղեկացնեմ ձեզ, որ մեր նպատակն է թեժացնել հանրային պահանջը, խնդրանքն է ձեզ թեժացնել քաղաքական պահանջը։ Իսկ տվյալ իրավիճակում, երբ որ քաղաքական արդար պայքար է լինում քարոզարշավի վերաբերյալ լավ ու վատի ծրագրերի, հա, թեժացնել պետք չի հարաբերությունները, բայց ստեղ ճակատագրական հարց է դրված։ Ցանկացած հարցը ունի կարևորություն, մանավանդ ընտրություններից առաջ, օրինակ ես որպես ավելի քաղաքական պահանջ դնելու օրակարգով շարժվող, ես ասում եմ, որ ընտրություններից առաջ կարևորություն ունի, որպեսզի նույն մարդիկ, ովքեր այսօր գործերով միգուցե զետեղված են այդ հանձնաժողովում, այսօր իրանք չընտրվեն, չվերընտրվեն եւ չլինեն վաղվա մեր թեկուզ անգամ ռազմական ղեկավարները չմնան։ Եթե մեզ պատերազմով բաց թողեցինք, կարևոր չենք։ Շնորհակալություն։ Անջատի խոսքը։ Չէ, անջատ է։ Մամիջանյանն էր։ Չտեսա, բայց են տայք, բայց Yes, չբարևեց։ Հայկ Մամիջանյանին չես բարևենք քաղաքացիների հետ։ Բարձր չբարևեցիք երևի։ Բարևեց, գլխով արել է, Բագրատ։ Բայց պիտի հարցը տար, մինչև չուզեցա կիսատ թողել զրույցը։ Ինչ կարծիք եք, Բագրատ ջան։ Այն կարծիքին եմ, որ պետք է պատգամավորներին կանչել և հրավիրել, ոչ թե կանչել, հրավիրել և այն հարցադրումները, որ մենք բարձրացրել ենք հանրության առջև, պետք է իրանք բարձրացնեն ազգային ժողովում և պահանջեն քննից հանձնաժողովի արդյունքների հրապարակը։ Ես այդ կարծիքին եմ եղել կամ ու մինչև չհրապարակեն, ես չեմ անդառ։ Ճիշտ է, հասկանանք մեր երեխեքը ինչ պատճառով են զոհվել, ով է մեղավոր եղել, ով է դավաճան եղել, խի դավաճանը պատժված չի մինչև էս, այլ ման է գալի մեր քաղաքով, վայելում է իրա թշվառ կյանք։ Պարտավոր ենք պահանջենք պատասխանատվության ենթարկել դավաճանները։ Հիշեցնեմ հերոս Դավիթ Ուզումյանի հայր Բագրատն է։ Պարոն Վարդանյան, արի երկու հարց էլ ձեզ տամ որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ։ Համեցեք։ Այդ է հարցը ձեր այս ներկայությունը այստեղ։ Համահայկական ճակատ կուսակցությունը, ինչպես գիտեք, համալրված է հիմնականում պայստազորի սպաներով, որոնք որ երկար տարիներ կյանք են տվել, ժամանակ են տվել հայրենիքը պահելու պաշտպանելու համար, եւ մենք միացել ենք այս շարժմանը, դա մեր հոգու պարտքն է, դա մեր խնդիրն է։ Ճիշտ է, մենք անձնապես կորուստներ չունենք, անձամբ մեր տնից, աղբեր, հարազատ, բայց այստեղ բոլորը իմ աղբերներն ու իմ հարազատներն են, որովհետև իրանց կյանքի գնով իրանք պարգևել են մեզի կյանք։ Այո, պետք է անպայման բացահայտվի, պետք է հանեն հրապարակեն
թե չէ ստացվում է կոծկելով իրանք դիվիդենդներ շահելով մեկը մեկի վրա, ընդդիմություն, իշխանություն, մեկը մեկին դավաճան ասելով, մեկը մեկին հողատու ասելով, ժողովրդին մանիպուլացնելով, իրանք իրանց քարոզարշավն են անում եւս մեկ անգամ վերարտադրվելու համար։ Մենք ամբողջ հանրությունով պետք է թույլ չտանք հանցագործ կլաններին վերարտադրվել։ Ամենավտանգավոր բանն է ժողովուրդ։ Եթե իրանք եւս մեկ անգամ վերարտադրվեցին, մենք դառնում ենք, չգիտեմ, որ Նիկոլ ասում էր սուվերեն պետություն, դա սուվերեն, արդեն իսկ սուվերեն պետություն, ասեմ ավելին, էլի, քանի որ մենք սահմանադրություն ենք փոխում, քանի որ մենք հրաժարվում ենք մեր անկախության հռչակագրից, մենք չէ, էլի, ստահակ իշխանությունը համաձայնվել ամեն ինչին, դա դառնում է լավ, որ մենք չունենք անկախության հռչակագիր։ Մենք ինչ պայմաններով ումից երբ անկախացանք։ Սահմանադրությունով փոփոխությունները երևի մի երկու տող հրապարակել են, լսել եք։ Ավելի շատ սահմանադրական փոփոխությունները Հələ մի վարքյան, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ, տիկին պատգամավորներ։ Մի հարց տամ ձեզ, էլի մի խուսափեք։ Մենք ճշմարտություն ենք փնտրում, տիկին պատգամավորներ։ Եթե ձեր գործունեությունը լիներ, օրինակ Լուլուին ես լավ ճանաչում եմ, իսկ ես շոու բիզնեսի կարկառուն լավ հրաշալի աղջիկ եմ ճանաչում, հիմա պատգամավոր որպես եւ չեմ ճանաչում։ Հիմա դուք ինձ պատասխանեք, հանձնաժողովը, որը որ քննել է պատերազմի հետևանքները, ձեզ ներկայացնել է արդյունքները։ Դուք տեղյակ եք, արդյոք եղել են խախտումներ, արդյոք եղել են խնդրահարույց բաներ, որ մենք պատերազմը պարտվել ենք եւ հիմա էլ այդ պարտվողականության հետևանքով զիջումների են գնում Ադրբեջանին կամ փորձում ենք խաղաղություն հաստատել թշնամու պահանջներով։ Չունեք պատասխան սրա վերաբերյալ։ Հույս մի ունեցեք, որ չենք ուղեկցելու։ Ուղեկցելու ենք մինչև ընտրություններ եւ անելու ենք, որ դուք չվերընտրվեք։ Ցավակցեք, պարոն Հովիկ Աղազարյան, բարև ձեզ։ Հարց տամ, դարագոյ։ Հարց տամ։ Կարևոր հարցով ենք այսօր եկել։ Քննիչ հանձնաժողով կա, որը պատերազմի հետևանքներն է հետաքննել։ Մենք երեք զրուցել ենք ձեր գոլեգայի հետ Հակոբ։ Այո, արդեն իմացանք, ողջունում ենք։ Ձեր տեսակետն է, դա անձամբ Հովիկ Հակոբ Ասլանյանի տեսակետը չի, դուք կիսում եք այդ տեսակետը եւ պահանջելու եք, որ դա հրապարակվի։ Պարոն Աղազարյան, կարանք հույս ունենք, որ ասեմ ձեզ, մեր մեկնաբանությամբ իրավունք չուներ ազգային ժողովը չհրապարակել։ Մեր փաստաբանները ներկայացրել են թղթեր բոլոր ֆրակցիաներին, հավանաբար ձեզ չի հասել այդ նամակը, որովհետեւ դուք առանց դուք որպես օրենքի մարդ, երբ որ իրանք իրավունք չունեն անելու, պահանջել եւ պարտադրելը, կարծում եմ ձեր լիազորությունների մեջ է։ Այդ ասածս, պարոն Աղազարյան։ Մենք շատ ենք։ Այս շատին, երբ որ երկու հոգով ավելանում եք, դառնում է ուժ։ Այո։ Այս ուզում եմ հիմա փոխանցել իմ զգացողությունը, ոչ թե դա կարծիք է, այլ դա համոզմունք է ու պարտադրանք է։ Երբ որ դուք որպես օրենքի մարդ ասեք պարտավոր եք, պահանջը դառնում է ուրիշ ձև։ Ոչ թե դա ձեր ու մեր անձնական կարծիքն է, ել չեմ ասում, որ որդակորից երեխա եք։ Հակառակը ուզում ենք ձեզ մեծարենք, ասենք, որ դուք այնքան ուժեղ եք, պատգամավոր լինելով, զգացեք ձեր ուժը։ Գրավոր դիմել եք արդեն, երեք հղում արեցին գրավոր դիմելու վարչապետին։ Դիմեք, էլի, մենք էլ հետևողական լինենք, հետարքի դուք ոնց եք։ Ավելին։ Դիմելու եք գրավոր, որ իրանք ասում գրավոր դիմենք, դուք դիմեք գրավոր։ Դե ուղղակի կորավ գնաց։
Այո, մեզ էլ հետը։ Մեզ էլ հետը Չեսկո կարա։ Չեսկո, Պարոն Աղազարյանին ուղում, որ վարչապետը ասես Գրավոր դիմենք։ մենք գրավոր դիմել ենք, որտեղ մենք ասելով նկատի ունեմ ձեզ մենք այդ իրավունք, ես այդ իրավունքը ունեմ գրավոր դիմելու, դուք ունեք։ Հիմա դուք գրավոր դիմել եք, Ախր գիտեք, հարգելի, շատ լավ դուք հասկանում եք, էլի, հասկանում եք, նայելով ձեր արժեքներին են։ Այո։ Ակնհայտ է, որ դուք հասկանում եք, թե ինչ է նկատի ունեմ։ Ես գիտեմ։ Անհավասարով է բայց գրավոր դիմեք։ գրավոր դիմել եք, թե Գրավոր դիմես, գրավոր այդ գնումա, հետո դες գնման դեր, հետո դերից դեր։ Հասկացանք, հիմա ես գրավոր դիմել եմ։ Գնա դες գիտեմ։ Արի ես գնամ այնտեղ։ Դու 20 միլիոն դոլար պատասխանում։ Գրավոր դիմել։ Всё։ Ինձ ների ես, մենք էլի պարոն Ասլանյանի տեսակետը գիտենք։ Պատգամավորները փախուստի են մատնվում։ Հիմա ստեղին ենք։ Ես ուզում եմ փաստել, որ անկախ նրանից, որ ես վատ վերաբերմունք ունեմ ՔՊ-ի պատգամավորների հանդեպ, այս պահին մաքսիմալ դելիկատ եմ եւ իրավունք ունեմ այն հարցադրումը դնել, որը դնում եմ։ Օպա։ Բարև ձեզ հարգելիս։ Կարելի է հարց տամ ձեզ, շատ կարևոր հարցի շուրջ ենք մենք հիմա ստեղ նկարահանում եմ։ Ստեղծվել էր հանձնաժողով պատերազմի հետևանքները հետաքննող։ Մենք շատ, ես պատերազմի մասնակից եմ, մենք հավաքվել ենք որդեկորուս մայրերով, ծնողներով, հարազատներով, ծառայող մարդկանցով, ում հետաքրքիր է պատերազմը ինչու սկսվեց, ինչու պարտվեցինք, ընթացքը գնաց այդպես պարտվեցինք եւ մինչեւ այսօր էլ կարծում եմ հետևանքները դեռ շարունակվում են։ Ձեր կարծիք այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվել այն դեպքում, որ Անդրանիկ Քոչարյանով ղեկավարել ասել է, որ հազարավոր քրեական գործեր կա։ Դուք որպես պատգամավոր շահագրգիռ չեք, որ ճշմարտությունը բացահայտվի։ Հետաձգվում է ինչ-որ պատճառներով այդ Պատճառները պետք է Երկու անգամ հետաձգվել է, տեղեկացնեմ։ Հիմա արխիվացրել է։ Ձեզ որպես մարդ հարց տամ, դուք գիտեք պատերազմի այս բոլոր հանգամանքներից, տեղյակ եք, դուք հարցեր չունեք պատերազմի վերաբերյալ։ պատերազմը Ադրբեջանն հրահար է եւ ինքն է սկսել այդ պատերազմը, որովհետեւ միշտ փոխորդում էր, որ մենք 7 շրջան ենք փոխել եւ շրջանները պետք է հետ գա, միաժամանակ Ալիևը միշտ պատասխանում է, որ պետք է Ղարաբաղը Ադրբեջանն է, Ադրբեջանի կազմում է եղել։ Թշնամու ասելիքն է, թող ասի։ Ձեր ֆրակցիան հայտարարում է, որ մեղավոր են նախկինները, որովհետեւ Արցախը տրվել է դեռ հələ մինչև ձեր իշխանության գալը։ Չեմ կարող ասել նախկիններն Պաշտոնապես տենց բան է հայտարարվում, հարգելի Սախար, ո՞նց է տենց լինում։ բոլոր դեպքերում ամեն մարդ իր կողմից լինի եւ հայտարարում են։ Հիմա ձերն եմ ուզում իմանալ։ Հիմա դուք վստահ եք, որ Հայաստանը 30 տարվա մեջ ոչ մի սխալ բան չի արել, որ 30 տարի Արցախին տիրապետելուց հետո հանձնել ենք ու ասել ենք էլ չենք ուզում ձեզ լինի։ 30 տարի ընթացքում պետք է զենք դինամիկներ Այո, այո։ պետք է պատրաստել եւ այդ 30 տարի ընթացքում այդ գործողությունը չի կատարվել, պատրաստվել եղել։ Ինքն ավելի շատ գումար ունի նավթային երկիրը, ամեն ձևով եղանը քնվել է եւ մեզ ապրել է այդքան բան։ Շնորհակալություն։ Իսկ հանձնաժողովը все-таки բացահայտվի կողմ եք։ Կողմ եք։ Ձեր հանձնարարությամբ ա եղել, ազգային ժողովն է պատվիրել, ասել է հետաքննեք, մեզ պատմեք։ Ձեզ որպես մարդ խնդրանք, պահանջեք, որ բացվի, ճշմարտությունը թող բացվի։ Ահա։ Իր հետ չի դուսեք է։
Ուզում եմ ձեզ հարց տամ, 1 րոպե կհատկացնեք։ Մենք կարևոր հարցի շուրջ ենք հավաքվել։ Ես պատերազմի մասնակից եմ, ուզում ենք այդ հանձնաժողովը բացահայտվի։ Ինչ կարծիքի եք։ Մինչև ընտրությունը չեք նպատակահարմար գտնում, որ եթե ընդդիմությունն էլ ամեջը թաթախված, բազում դավաճանական փաստեր արձանագրվել, միգուցե պետք է մինչև ընտրությունները դա բացել։ Այո։ Որ մասը հնարավոր է այնրայնացնել կամ Մեր պահանջն է ձեզ որպես падգամավորների անել դա Շնորհակալություն։ Ես դուք դեմ չեք, որ դա բարձրացան։ Դրան որոշակի մաս կա, որը չի կարելի հանրայնացնել, ես ինքս կողմ եմ այն մասը, որ հանրայնացնելու անպայման։ Իսկ դուք տեսել եք, ծանոթ եք զեկույցին։ Որոշակի այո։ Ու գիտեք, որ բաներ կա, որ կարելի է հանրայնացնել։ Շնորհակալություն։ Բայց մենք պահանջում ենք բոլոր հանրայնացնել։ Հələ ոչ մասը, Բագրատ, մի բացի։ Ապա ցույց կտամ։ Այս տղունա, հա։ Գեգամ Նազարյանը փորձել է վիրավորել։ Փորձել է վիրավորել, որն է։ Փորձել է վիրավորել, գալատ կանի քեզ կվիրավորի, միացրած, այ հիմա թող միացրած, միացնում։ Ուրեմն ինձ ճանաչողներ, ծնողներ եւ вообще ընդհանրապես մարդիկ։ Այսօր Գեգամ Նազարյանը մտնում է ազգային ժողով ԿՊՊ-ում բարև է տալի, ես ասում եմ, այն ինչ որ եղել է, ով չի հավատում, ով կասկածում է, կարա հենի, սիրուն գա վիդեոները նայի։ Եթե բարև է տալի, բարևն ոնց որ ասում է ավտոմատ տալիս են, բայց հետո ասում ախր քեզի բարև պրինցիպի չի էլ հասնում։ Ու դրանից հետո Գեգամ Նազարյանը մի ոգևորվում, մի բորբոքվում, մի ղժղժեքը ճպճպեքը դնեմ, ինձ էլ ասում է դու սրիկա, ծախված ես։ Ինձ է ասում, ես եմ ծախված։ Իրա բալի, արա Գեգամ Նազարյան, երեխուդ արուն ուրացել ես, է։ Հեսա կգամ Արսեն։ Ատել ես տամ էլի, հա։ Արամ Ամիջանյան, կարելի է մի հարցել ես տամ էլի։ Всё, դուք հավանաբար նույն բանը, բայց իմ եթերին էլ ասեք։ Երեք պարոն Աբրահամյան դրա մասին Այո, այո։ Ես գիտեմ, որ բարեզ ես։ Ես գիտեմ, որ պարոն Աբրահամյանը կապի է եղել, չեմ կարող ասել թե կոնկրետ իմ հետ, բայց մենք խոսում ենք հիմա պարոն Աբրահամյանը մարզում է։ Առանձին կպայմանավորվի, այսինքն մեր մասով գիտեմ, որ ասել եք ամեն օր ժամը 3 մեր մասով հանդիպում պարոն Աբրահամյանի հետ կլինի ինքը ձեր հետ կապի մեջ է։ Որպեսզի ես կարճ մեկնաբանություն չասեմ, գիտեք թե մեր ֆրակցիան ոնց է վերաբերվում։ Ընթացքն եմ ուզում հասկանամ, վերաբերմունք հասկացա, այսօր վաղը։ Այո, այո։ Խնդիրը ինչու՞մն է։ Առհասարակ հանցագործը ինքնին հանցագործությունը չի կարող։ Միանշան։ Դրա համար առհասարակ բարեբերություն։ Առհասարակ այդ քննիչ հանձնաժողովի գործունեությանը մեղմ ասած վերապահում են։ Էր ինչ որ երեկի փաստացկան ձեր պահանջի Քոչարյան Անդրանիկը ասել է, որ կհրապարակեն մի հատված։ Դա բավական քարոզչական հատված է։ Հաստատ ձեր պահանջը չի, այսպես դրա։ Ինչի եմ ասում ձեր պահանջը, որտեղ ես առհասարակ եմ զեկույցի շատ վերապահում։ Հա։ Եվ պարոն Աբրահամյանի հետ հանդիպեք, արդեն կփորձենք հասկանալ թե գործնական ինչ անել։ Շատ բարի։ Վաղը մի բան նախատեսում եք, որ այս հարցի շուրջ միգուցե ինչ որ հատուկ ելույթ լինի։ Ես ձեզ ներկայացնեմ, որ մենք փորձում ենք հանրային պահանջ բարձրացնել այս հարցի շուրջ, ձեզ խնդրանք է բարձրացնել քաղաքական պահանջ ազգային ժողովում։ Երևի լսել եք պայմանների յուրաքանչյուր հարցը տարբեր եւ միջազգային Հայաստանի հաղթանակը խոսում է, ձևը թե ինչպես շարունակենք հասկանալ։ Կոնկրետ այդ զեկույցի հետ կապված շատ մեծ վերաբերում եմ մոտենում դրա պահանջել որ հրապարակել է Էստեղ խնդիրը, հա։ Բայց ասեցի, դրա հիման վրա, մենք իրավունք ունենք դրա հիման վրա ենթարկվում է հանցագործություն։ Այսքան։ Հասարակ դա կոչման պրոցես է։ Բայց ձեր պահանջը լրիվ հասկանում։ Այս պահին հանրությունը ձեր տա։ Շնորհակալություն, հաջողություն։ Ձեզ պարոն Օհանյանին բարևներ, առողջություն։ Բարև ձեզ։ Մարդկար։
դետամուտալն են։ Ամեն մեկը Բայց իմ համար ասեցի, ակնհայտ է ինչի ազատագրում են, որովհետև իրանք խապցնում են այն, եթե այն մեղադրանքները, որ սկզբից հնչեցնում էին, եւ դրա հիման վրա իբր թե ստեղծեցին այս քննիչ հանձնաժողովը, բարձր չէ, անգամ սարկած այս հանձնաժողովը, որ մենակ իրանցով են արել, էլի չի կարողացել այն հաստատումները, որ սկզբից արել են, դա, այսպես ասած, արձանագրի արձանագրի վերաբերյալ։ Ուրեմն իրենց ձեռնտու եզրակացություններ չեն, եւ դրա համար այս ամեն ինչը sense ծածկադմբոց է արվում։ Դուք շահագրգիռ եք, որ մինչև ընտրությունները բացահայտվի։ Օրինակ, ձեր համար դա զուտ քաղաքականորեն դա արդյոք առավելություն չի, առավելություն է։ Իսկ հանրությունները ճշմարտություններ իմանան։ Այս գումարման որբանից ասել են, որ սա ամենագլխավոր հարցն է։ Ամենագլխավոր հարցերից մեկն է, ավելի ճիշտ ձևակերպեմ, որ շատ զգայուն հարց է, բայց դա մնալու է մեր պատմության մեջ, որպես այսպես ասած, մեր բոլորի հուզող հարց։ Ընտրությունների նախաշեմի։ Մենք այս պարտությունը ունեցել։ Պարոն Ռոստոմյան, ակնհայտ չի ասել։ Մարդը վարչապետի ապաստորը զբաղեցնող անձը շատ հստակ ասել է, որ մենք մտածված գնացել ենք պարտության, որ իբրև մեր անվտանգությունը եւ մեր տարածքային ամբողջականությունը Հայաստանի ունենանք պաշտպանենք։ Այսինքն տվել են Արցախը, որպեսզի պահենք Հայաստանը։ Մարդը երեգել է ասել դրա մասին։ Այսինքն, բայց ի՞նչ ենք մենք պետք քննում։ Ի՞նչ ենք քննում։ Ասեմ, բայց մի հատ հարցին պատասխանեմ։ Դա բերում է նրան, որ վարչապետը գիտակից գնացել է այդ զիջման, որպեսզի ոնց որ ինքը մի անգամ ասել որ 30,000 բանակը Արցախում փրկեմ։ Միտքս ավարտեմ, հարգելիս, որ ընտրողը այսօր քաղաքացիական պայմանագիր վերընտրող մարդը ընդունում է դա որպես ճշմարտություն եւ ընկալում է դա որպես խիզախություն, իրան տես ներկայացնում են։ Իմ ու ձեր նպատակն է հիմա հերքել անգամ այդ կարգի խոստովանությունը։ Ես վստահ եմ, որ ոչ թե դա իր որոշումն է, այլ դա թշնամու պարտադրանքն է։ Ես էլ ասում եմ, այդ ժամանակ պետք է դա ասել, բայց հիմա իր վերջի ելույթը լսել եք, չէ՞ դուք։ Հիմա Նիկոլ ընտրողի համար կարևոր չի, բայց եթե դա եղել է իր որոշմամբ, թե եղել է թշնամու պարտադրանքով։ Հոկտեմբերի օգոստոսի 23-ի հռչակագրի օրը, անկախության հռչակագրի օրը ուղերձ է հրապարակել։ Այդ ուղերձում հստակ ասվել է, որ մենք այո պետք է գնայինք այդտեղ պարտվեինք, որպեսզի ունենայինք այսօրվա Հայաստանը։ Սա է ասել մարդը։ Ինչ կա այստեղ արդեն։ Ինչ 25,000 փրկելու մասին է խոսքը։ Եթե մտածված մարդը ասում է, սա պետք է կատարվեր, որպեսզի մենք կարողանայինք Հայաստանը փրկենք։ Սրա մասին է խոսքը։ Արժեքի իմաստն է։ Բայո, Բայց հարցերը նա ինձնից եկայմի մախորից մենք պատրաստ ենք այդտեղ զոհասեղանին ինչա դա չի ասել, հարցածակում։ Ինչի՞ չի ասել։ Հիմա ասում են վաղ չի ասել։ Գնում են զոհվել 5,000 հոգի, որպեսզի Հայաստանը Այս հարցը տրվել է, օրինակ հանձնաժողովին վարչապետին ասել է, վարչապետ ինչի նախորդ չես ասել։ Հիմա ուզում եք իմանալ։ Եվ եթե տենց է, ժամանակ որ ասեի, ասեին դավաճան։ Դա էլ ասել։ այ հիմա ավելի կարևոր հարց, որ դուք ասում եք ուրիշ հարցեր էլ կա, էս էլ է կարևոր, բայց ավելի կարևոր հարց, քան բացահայտել սա եւ թույլ չտալ, որ դավաճանները, միգուցե դավաճանությունը պետական դավաճանության մակարդակ կարա մեջը լինի։ Հիմա եթե գնում են ընտրությունների, դրանից կարևոր այսօր նախընտրական հարց ունենք, ես կոչ եմ անում ձեր ֆրակցիան մի կողմ դնի բոլոր այլ օրենսդրական գործերը, եկեք բոլորս հանրությունով ամբողջ լծվենք դրա։ Всё, Եվ այս հարցը չի կարող այսպես ծածկատեմ։ Իմ ասածը դա է, շնորհակալություն ձեզ։ Մարդ ձեզ հարց տանք, էլի խնդրում ենք։ Մենք անհանգիստ մարդկանցով հավաքվել ենք, ուզում ենք ճշմարտություն իմանալ պատերազմի սկսվելու ընթացքի եւ հետևանքների վերաբերյալ։ Դուք չեք կարծում, որ այդ ճշմարտությունը հանրությունը պետք է իմանա։ Չէ, ամեն մեկը իր ձևը գիտի։ Բագրատ ջան, հերթով խնդրում եմ։ Մենք ամեն մեկը իր ճշմարտությունը գիտի։ Մենք բազմիցս խոսել ենք պատերազմի ուրեմն պատճառների մասին, խոսել ենք դրանց առաջ կողմնացող բանակցությունների ընթացքի մասին, պատճառը հետևանքային կապի մասին, թե ինչու բանակցությունները մտան փակուղի, ինչպես էին բանակցությունները մտել փակուղի, ինչ իրավիճակ մենք ունենք 2018 թվականի ժամանակ,
ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Սրա մասին թե վարչապետը, թե բոլորս բավականին մանրամասն ամեն բան ասել են հրապարակային, հանրային եւ նաեւ տարբեր մեր հանրության խմբերի հետ հանդիպումների։ Այսինքն որևէ բան, որը թաքցվել է կամ չի բացատրվել։ Մի փոքր նկատողություն է տեղ։ Պատկերացրեք, եթե մարդը իր կարծիքն է ասում, բայց հետաքննությունը դրդում է, որ այլ հարցերի պատասխաններ լինի։ Մենք ուզում ենք հիմա հետաքննիչ հանձնաժողովը հենց հարցեր ա տվել այնտեղ, որտեղ որ քննիչ հանձնաժողովը, այո, ինձ թվում է այն հարցերն ա տվել, որի մասին գուցե եւ վարչապետը չի բարձրաձայնել։ Վստահ եմ։ Դրվագներով մեծ մասը դրմփակ ա եղել։ Մեծ մասը դրմփակ ա եղել եւ ակնկալել ենք, այո։ Հա, այո, դրմփակել ա եղել, հիմա Իհարկե տեղեկատվությունը Ընդունում ենք, հասկանում ենք, որ մենք Հայաստանից են նայում այդ ամենը, այլ երկրներից։ Հետևաբար մենք չենք կարող ամեն բան հրապարակային ասել։ հա, բայց զեկույցի մեջ պիտի զետեղվի դա։ Համեցեք։ Եվ դրանից հետո մինչև այսօր 20 թվականից մինչ այսօր եւ հատկապես վերջին ժամանակաշրջանում ամեն բան, բոլոր ճշմարտությունները, անգամ ճշմարտությունները, որոնք շատ բարդ են եղել հրապարակային ասել, ասվել է մեր կողմից։ Ձեր կողմից ասվել է։ Ես ուզում եմ ճշմարտությունը հարգել։ Ինձ թույլ եք տալի ձեզ չվստահելու։ Դուք ասում եք վստահելի է, բայց թույլ տվեք էլի չվստահել։ Այ դրա համար ես ուզում եմ հարցեր տալ։ Կարծիքն ունենալ։ Չէ, ես ուզում եմ ճշմարտությունը։ Ճշմարտությունը ես դες ասում եմ, Ճշմարտությունը դուք եք ասում։ Ես ուզում եմ ձեզ հարցեր տամ։ Օրինակ այդ բանակցային ընթացքի վերաբերյալ հարցեր ունենք։ Եթե բանակցությունները ձախողվել են եւ պատերազմը անխուսափելի էր, ինչի համար էլ պետք հայտարարել Արցախը, այսինքն ինչի պետք է մեզ չզգուշացնել, որ մենք կամավոր կամ չգինանք, համեցեք։ Մենք ամեն այս ձեր հարցերի պատասխանները հրապարակային կերպով առաջին հերթին վարչապետի շուրթերից ոչ մեկ անգամ հնչել են եւ դուք ձեր հարցերի պատասխանները Հադրութի էվակուացիայի հրամանը ով է տվել։ ձեր նման հարցերի Չի հնչել ոչ մեկը։ Չի հնչել։ այլ հարցերի Այո, այո, որոնք կարող հնչել կարող են, պարտավոր են հարգելի Սավետանը։ հասկանաք, որ պարտավոր են չէ եւ հնարավոր պարտավորենով չի հարգելի ընկերներ։ Լավ, մեկնաբանեք։ Նաեւ կան քննության փուլում գտնվող գործեր։ Նույն տարբեր հրամանների վերաբերյալ, նույն տարբեր դիրքերից հետ քաշվելու հրամանների վերաբերյալ, հրամաններ չկատարելու վերաբերյալ եւ հետեւաբար, քանի դեռ կա քննություն, որևէ մեկը չի կարող այդ հարցերին վերջնական պատասխան տա եւ ճշմարտությունը վերջնականապես իմանա։ Ես որպես ազգային ժողովի падգամավոր ամենաշահագրգռված մարդկանցից մեկն եմ, որ բոլոր պատասխանները դրվեն սեղանին, որովհետև այդ պատասխանները չլինելու պարագայում մեղադրանքների մի մասը ուղղվում է մեր ուղղությամբ, որը մեզ ընդհանրապես դուր չի գալիս, որովհետև մենք գիտենք, որ դա այդպես չի։ Եվ հետևաբար թույլ տվեք մեզ շարունակենք մեր աշխատանքը, թույլ տվեք, որ այդ քրեական գործերը իրենց հանգուցալուծմանը հասնեն, իսկ ինչ վերաբերում այն հարցադրումներին, որ հետաքրքրվում եք քննիչ հանձնաժողովի կողմից եղած ուրեմն քննություններում առկա մանրամասների վերաբերյալ, ես այս պահին բնականաբար մանրամասներ կան, որոնք հիմա այս չեն կարող իրար քննարկել, բայց ես պարոն Քոչարյանի հետ էլ կզրուցեմ, կտեսնեմ ինչ մենք զրուցել ենք եւ ինչքան որ հնարավոր է հրապարակային մասը դրա, դուք գիտեք որ հրապարակվում է, հրապարակային մաս կա եւ շատ փակ մաս։ Տվեք չէ, ամբողջությամբ ինքը գաղտնիացվել է։ Մամուլը մեզ տենց ասել եւ ոչ մի տեղ հրապարակած չի։ 3 տարվա աշխատանքը հասանելի է ասում, այդ հասանելի հատվածի մեջ ընդ չի լինի գրած այն հարցերի պատասխանները, որոնք որ մեզի հետաքրքրում է։ Մարդերս ես այդպես եմ խոսում, մի մտես բնություն։ Ես տեսել եմ նաև ես տեսել եմ որ դուք այլ տեղերում այդպես չեք։ Հիմա սենց եմ խոսում, ես չեմ նայել։ Եկեք թույլ տանք, որ մենք նաև բարկացած ենք ձեր արարքները։ Հարգելի Ես էլ ասում այդ տեղերում այդպես չի խոսում, ինքն ասում է հիմա այնպես խոսում, ես էլ արգելում եմ հիմա այդպես խոսել։ Արգելի կար արգելեք։ Հարգելիներս, ես ձեր հարցերին պատասխանեցի, որքանով որ այս պահին ես կարող եմ։ Չէ, դուք հիմա տվեցիք ինֆորմացիա, որ որոշ մասով հրապարակվել է, ինչին ես ձեզ վստահ ասում եմ, որ ոչ։ Կարող եք վաղը նորից Սավետանը։ Արսեն ջան, ես Արթուրն եմ ուրախ։ Ես ձեզ անձի նկատմամբ հարգալից եմ։ Ես ձեզ չեմ ասում դուք
խափում եք, էս եք անում են, հարց եք տալիս, կանրել եմ ձեր հետ։ Ես Քանի Այրնակիցներ եք, հարց եք տալիս, պատասխանում եմ։ Ի՞նչ է նշանակում խափում են, հիմա էլ եք։ Ճշմարտություն եք մեզանից թաքցնում, Եք եղբայր։ ասում, վիրավորում եք ինձ, Արտուր ջան, այստեղ ներողություն անհատական չի, հարգելի, անհատական չի։ Վիրավորես ձեր ընկերը, Չէ, անհատական չի, անհատական չի ֆրակցիա։ Դրան էի սպասում, Աբա դրան էի սպասում։ Բարև, Բագրատունի։ Օֆ։ Դե փաստա որ հիմա ոտի վրա, հիմա մեզ խափեցին։ Ասում է հրապարակվել է որոշ բաներին հիմա հետա 3 տարի աշխատանք է տարվել, 3 տարի։ 3 տարվա մեջ չենք տեսնում քրեական գործերը, հետա քննվում են, 30 տարի էլ կա հետա քննվեն, հետո։ Եվ ասում է, այո, մեր վրա դա անդրադառնում։ Իհարկե անդրադառնում է ՔՊ, դուք չեք վերընտրվելու։ Ճշմարտությունը բացվելու է, ավելին ոչ թե չեք վերընտրվելու, դատվելու եք փաստորեն։ Եթե դուք սենց խուսափեք ճշմարտությունից, բացեք ճշմարտությունը, ճշմարտության մեջ ձեր կարծիքով չկա ոչինչ, որը որ ձեզ մեղադրանքներ կբերի։ Բացեք, թող ժողովուրդը հանրությունը եւ ձեր ընտրողները թող տեսնեն ինչքան դուք մաքուր ու գեղեցիկ եք ու պատերազմը ինքն իրանով եկավ մեր երկիր ու տապալեց մեր երկիրը ու հələ շարունակում է որ դուք ասում եք պատերազմա լինելու։ Դեռ լինելու է, դու կլինես, դու չլինես, բա որ չընտրվես ընկեր։ Խես բերե երկիրը հասցրեն վիճակի որ պիտի պատերազմ լինի։ Բա որ դու վաղը հանգարցամահ լինես, փողոց հանցնելուց ընկնես ավտոյի տակ, բա ի՞նչ է լինելու երկիրը։ Ողջույն միացածներին Հոլանդիայից մեր հայրենակիցը ինչ ունես, կարծիք ունես դարագը, շնորհակալ եմ որ եկել ես։ Ինչ ես հասկանում։ Գայսենք արդարությունը։ Այո, բայց մարդկա չի ուզում արդարությունը, հա։ Շատ մարդիկ կան, որ ուզում են, բայց չեն ներկայանում ստատուտիկապես, որովհետև չեն կարողանում կամ չեն ուզում։ Ես էլ մի կողմից ինչի մտածում որ կարևոր է ցույց տալը, որովհետև Հեն անդե կարևոր մարդիկ կան։ Լավ, կեզանից կարևոր չէ։ Մի հատ Պարոն Մանուկյան, ձեր պատասխանն էլ ունենանք, էլի մի րոպե կհատկացնեք։ Երեք քննարկել են գրավոր կպատասխանեք նամակով, բայց դու գրավոր դիմել եք իրանց։ Չէ, մեր նամակին կպատասխանենք։ Գրավոր, եթե ուզում են գրավոր դիմում ստանան, պետք է գրավոր դիմեք։ Հեք, այստեղ երկու բան կա։ Նախ այդ հանձնաժողովի սկզբանը մեր համար անընդհատ։ Այդ հասկանալի է։ Որտեղ օբյեկտիվ չեն կարալվել։ Վիճելի է, ասեմ ձեզ, բայց չենք քննարկում դա։ Մեր համոզմունքը կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։ Երկրորդ արձանագրումը, իրանք խափեցին ժողովրդին։ Ինչեւ հիմա զեկույց որպես այդպեսին չկա։ Ես ազգային ժողով երևի 2-3 նիստ առաջ Ալեն Սիմոնյանին ասեմ, ուր է այդ զեկույցը։ Այո։ Բայց գաղտնի բաշնումա գնացեք ծանոթացեք, ոնց ծանոթացել եք։ Բայց այն որ իրանք տապալեցին ու խափեցին, դա միանշանակ։ Ձեզ ընտրողը հիմա ուզում է այդ ճշմարտությունը իմանալ։ Ճշմարտությունը իրանք չեն կարող բացառել։ Դուք ձեզ ընտրողի պատվիրակ եք, որ հիմա այս ես տեսել եմ, բերեք, ցույց տվեք իմ ընտրողներին, ես չեմ կարող իմ ընտրողներին բանավոր պատմեմ։ Ճշմարտությունը չէին կարող բացահայտել։ Եվ այն ինչ որ ես մի քանի անգամով եմ գնացել ծանոթացել։ Այն ինչ որ իրանք կազմել են, մենակ մի նպատակ են ունեցել, մի մարդու Նիկոլ Փաշինյանին մաքուր անել։ Էտո հրապարակ են։ Չեն անում։ Որտեղ չկա զեկույց։ Այստեղ կամ չկա զեկույց, կամ գործ չեն արել, կամ գործ չեն արել։ Ժողովի անդամների ստորագրությունը պետք է անել կանոնական։ Եվ զեկույցի վրա հաստատում եմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան։ Էդ էլ չկա։ Դուք տեսել եք որ։ Հա, դա միանշանակ եմ ասում ու դրա մասին իրանց էլ եմ։ Իսկ 2 հոգի դե 3 հոգի է իրանց ստորագրել։ Բոլորն էլ չես ստորագրել։ Իսկ դուք տեղյակ եք հանձնաժողովի անդամների ցուցակ կա միտեղ, հրապարակը չեն գտնել։ Դե, մի հատ նյութային բան կա, ես չգիտեմ դողատների տնօրներից ովքեր են մասնակցել ամենասկզբում։ Բայց ինչ որ փուլից հետո իրանք էլ չկա, չեն մասնակցել։ Հաստատ, ես մարդուն կանչել են չի եք, չեն կանչել։ Բա որ առաջի օրը կա, եթե չկա։ Ինքը ասում է համարյա միշտ եղել է, այդ արքերը։ Այդ Թղթի վերջում ինքը չի ստորագրել։ Անձնավորները մենակ հանձնաժողովի իրանց անդամների անունազգաններ, որոնց ստորագրել Քոչարյան Անդոն, Մերքոնյակադոն, կարծում Խաչատրյան Արմեն։ Հասկացա, շնորհակալություն։ Գևորգ ջան կներես, միտքը կիսատ մնաց։ Այս սիտուացիայում հակա կարևոր էլի։ Հեսա ու
Պարոն Բագրատյան, կարելի է ձեզ հարց տալ։ Բարև ձեզ։ Շատ խիստ անհանգիստ հարցով ենք հավաքվել, ուզում ենք ձեր կարծիքը իմանալ, էլի նկար։ Այդ հանձնաժողովը պատերազմի հետևանքները հետաքննող։ Դրա զեկույցը հետաքրքրում է հսկայական քանակի մարդկանց։ Ինչի՞ չի հրապարակվում, ո՞նց եք կարծում։ Հա մի մասը գաղտնից չի։ Մի մասը։ Մյուս մասը հաստատ հրապարակի։ Երբ։ Ժամկետը չասեմ, բայց որ հրապարակին վստահ։ Իսկ տեղյակ եք, որ ժամկետը ասվել էր հոկտեմբերի 20 հոկտեմբերի սկիզբ։ Բաց է 20 ժամկետը ազգային ժողովի ներկայացնելու։ Երկու անգամ երկարացրել եք դուք ժամկետները, չէր կարելի 3 օրով էլ հետաձգել, որպեսզի զեկույցը տեղի ունենա։ Տեխնիկական մասը չեմ կարող ասել, բայց որ վստահ եմ հրապարակի։ Իսկ թույլ կտակ, որ ես կասկած ունենամ, որ դուք մինչև ընտրությունները չեք հրապարակի, որովհետև դա վնաս կլինի ընտրություններին։ Ձեր իրավունքն է կասկածել։ Վստահ եմ, որ անպայման դիներ դա։ Մինչև ընտրությունները։ Դուք մի բան կանեք, որ դա տենց լինի։ Ես հետևում եմ ձեզ, շնորհակալ եմ։ Բագրատը հարց ունի։ Ես իրավունք ունեմ ձեզ չվստահելու, ասեմ։ Որթե կորուստ հայցը։ Երբ որ մենք ստորագրավակ ենք հավաքում, այն մուտքի դռան մոտ ես դեր հետ ներկա մարդկանց շուրջ ես ես հարց տվեց, ասա ինչ եք անել, դուք խոսք տվեցիք իմ աշխերի մեջ նայելով, անձամբ ինձ։ Այո։ Ասել եք ես ազգային ժողովի անձնունից այդ հարցը կբարձրացնեմ։ Շնորհակալություն։ Բարձրական ասում եմ դուք ինձ խափեցիք։ Դուք չեք բարձրացնել այդ հարցը։ Բարը բարձրացնել, որտեղ քոչարյանից խոստացել որ հրապարակի։ Որ իրեն ասում Չէ, հրապարակի դուք ինձ խոստացել եք անձամբ նպատակ բովանդակությունը դուք ինձ խոստացել եք անձամբ որ դուք ազգային ժողովից այդ հարցը բարձրացնել Եթե ասել չեմ բարձր եթե իմ հարցը հավատացել դուք այս որակումներով արդեն ես հարցը տամ եթե սխալ անի կասեք սխալ դուք ինձ ազգային ժողովի մուտքի մոտ 3 հոգի ներկա իմ բաղտակիցներով ասել խոսք տվեցիք ես մոտակա օրերին կբարձրացնեմ քննիչ հանձնաժողովի հրապարակ այդ հարցը դուք ես ասեմ դուք չեք բարձրացնել դա այդ եմ արձանագրում որովհետև դուք ինձ խոսք եք տվել եւ չեք կատարել դուք ասեցիք բայց ես պատասխանում եմ ես ասում եմ իմ կողքը որ նստելա ձեր ասելով չի մի րոպե չէ այդպես չի դե ինչ է պարոն Բագրատյան բայց հիմա եթե ես ձեզ ասում եմ դուք ես հարց անել եք թե չէ դուք ասում եք անել եք բայց մենք բարձրացնել չէ եթե անեմ կլինի Բայց տաղավարի ասում եմ կանեմ, ուրեմն կանեմ։ տաղավարի ասել ես եւ արել ես պարոն Բագրատյան մի րոպե ասել եմ եւ արել ես ինչ եք արել Միրա կարել զանգեմ դուք արել եք Ինչ զանգել Քոչարյանի միկրոֆոն Չէ, մի րոպե Արվենա Պարոն Բագրատյան, դուք ինձ ասել եք, ես հրապարակային ազգային ժողով։ Մի րոպե, պարոն Բագրատյանից խոսք է տվել, որ հրապարակային ազգային ժողովի նիստում կբարձրացնի չեք բարձր։ Հիմա լսեք։ Բարև ձեզ, կարելի է մի րոպե ձեզանից կարևոր հարցով ենք, էլի։ Դուք չեք ուզում պատերազմի մասին ճշմարտությունը ժողովրդի իմանա, հանրությունը իմանա։ Չէ, հանձնաժողովը չգիտի։ Դա ձեր խոսքերից գիտեմ, բայց ձեր հակառակորդները ուրիշ բան են ասում եւ հանրությունը մոլորության մեջ է։ Այդ մոլորությամբ դուք տանում եք հիմա ընտրությունների, դուք հասկանում եք դա։ Եվ դուք պատասխանատու եք այս խապկանքի համար։ Դուք խափում եք եւ դուք մեղավոր եք դրա մեջ։ Կպե թռնում ես։ Թռնողներ, արցախցիք էին թռնողներ, թե դուք եք թռնողներ։ Արցախում, հա, ըստ ձեզ, ուժերքի Ադրբեջանում, ըստ ձեզ է, ոչ թե Մարդ ձեզ, կարտահայտվեք ես հարցի շուրջ։ Նոր տղեկին Ասեցիք արդեն։ Հա։ Սա միջանաչող զեկույց չէ, բայց տվյալներ են, փաստաթղթեր են, որոնք հավաքվել Իրանք են անվանել դա որպես զեկույց, հիմա մեզ պատասխան են տալի, որ զեկույց չէ։ Այո, ճիշտ, մեզ էլ գրավոր ասում ասա զեկույց չէ, դե բա ինչ է։ բայց տվյալներ եք հավաքել։ Հա։ Այդ տվյալները պարտավոր է հրապարակել։ Եթե կա գաղտնի բան, բլոկ, շատ լավ գաղտնին առանձնացրեք, բացը գոնե հրապարակել, որ իման վրա պահանջել կլինի իրական վարույթ նախաձեռնել, դրա շրջանակներում նաև լիքը այդ տվյալներ կա, որոնք պահանջվեն եւ վերցնեն։ Այսօր վաղը մենք Մենք խոսեցինք, որ կարծես թե սրանից կարևոր հարց ընտրություններից առաջ չկա։ Եկեք միասին այտենց անենք, որ ճշմարտությունով գնանք ընտրությունների, էլի։
Ժողովուրդ։ Շնորհակալություն։ Բա հետաքննություն են արել, որ ապացուցվի դա։ Մի րոպե թողեք ասեմ, ապացույց։ Գլխավոր շտաբի տեղակալ պատերազմի ամենաչափ սա ամբողջ գիտի, չէ։ Այս իրան քաչատյանը անձամբ բնձի ասել է, որ մենք այս պատերազմի պարտվել ենք դավաճանության շնորհիվ։ Դավաճանների ասել է ղեկավարության։ կոնկրետ ասում է։ Ասում է ղեկավարություն։ Ղեկավարություն ո՞րն է ցավը։ Հա, բայց կանչել եք հետաքննեք այդ մարդուց։ Ղեկավարեց բան, չէ, ասել սպասել է ղեկավար։ Ես դա ոնց կարամ որպես քաղաքական գործիչ բնութագրել։ Պարոն Բագրատյան, հետամուտ պիտի լինի իշխանությունը, որ դրա ասել է, կանչեք, ոստիկանությունը, ացեք կանչեք, մարդը ձեզ մեղադրում է դավաճանության մեջ։ Բա տվեք մեզ պատասխան այդ մարդուն։ Բա պատասխանեք այդ մարդուն։ Հետո Վարդանյան Ո՞վ է դատվել։ Վարդանյան ոսը չննվի։ Ասեմ չեմ ճանաչում։ Այս դալի չէ ճանաչում։ Որ ճանաչել տասելը Վարդանյանին։ Չեմ ճանաչում։ Վարդանյան կամոն ասում եմ իմացի, ճանաչող է, չէ ճանաչում ես ասում եմ։ Վարդանյան կամոն պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության բանակի շտաբի պետը։ Պատերազմից հետո դարը պաշտպանության բանակը Ղարաբաղում ասել։ Արցախում։ Պաշտպանության բանակի շտաբի պետը պատերազմի ընթացքում։ Պատերազմից հետո ավարտից հետո Միշիկից հետո Միքայել Ազմանյանից հետո դարը պաշտպանության բանակի հրամանատար։ Իր օրոքել հանձնվել է Արցախը։ Իր օրոքել ինքը շտաբի պետը լավ վախտով է մենք պարտվել ենք պատերազմ, այսպես ասած ճակերտավոր պատերազմ։ Բայց նորից եմ ասում մնալել իմ հարցումից։ Այնտեղ պատերազմ չէ։ Դավաճանված, հատուկ այսպես գծակերված կետարկ է։ Հիմա ասում են Վարդանյան կամոն, որ այդ պաշտոնի տղեն այլ է։ Այդ ամեն ինչին տիրապետել է։ Դուք գիտեք, չէ՞ որ պատերազմի ժամանակ շտաբի պետ ավելի կարևոր ֆիգուրա կազմել։ Բայց շտաբի պետին դարձել է կարծեք Վարդանյան։ Գնում եք ասում եք չէ։ Դե ինչի զանգով որ հանձնաժողով ա եղել, ո՞ն զանգով, ո՞ն չի ցավը տանեմ։ Բան դեսո, այս անգեր։ Ոչ մի բան չգիտի։ Խոսալի մի քանի տարի կտրեմ եմ արա։ Հուզականն էլ մի կողմ, Արսեն, խնդրում եմ քեզ։ Խնդրում եմ, հուզականը մի կողմ, այս մարդիկ։ Հուզական չեմ կողմ, մարդիկ ասում են։ Ես հարց եմ տալի ասում եք, սենց այլ է, կները սենց ցավը տանեմ, մի րոպե։ Ղարաբաղը ասում եք ախպեր ջան, մենք պետք է տիրությունային մեր բռնիկ երախուս տարակ Ադրբեջան, հիմա ասում եք էդի Ադրբեջանը։ Հարցը չէ։ Միշտ եղել է։ Ֆոտորիկ հիմա ասում եք չունենք ասելու, ոչ չունենք ասելու։ Մեկ ընձի ունեք ասելու։ Ոչ, գաղտնիության ռեժիմը դնում եք գրգում եք։ Գաղտնիությունը փոքր մաս է, այն մասը որ Դե դա հարցը։ Այն մասը նույնիսկ խոսքս պրոստը չեղվեցին։ Դե հետ ամեն չեղել է Արցախում։ Ըստ ձեզ վերադառնամ խոսքից, ըստ ձեզ Ադրբեջանում։ Հիմա դուք Ադրբեջանի պետական գաղտնիքը չեք ուզում Ադրբեջանի հետ կապ չի, դա բանդե է։ Հայաստանի պետական գաղտնիք։ Հայաստանում պատերազմ չի եղել։ Հայաստանում պատերազմ չի եղել։ Հիմա չջոգին կապ մի րոպե լարա։ Ղարաբաղը, Արցախը, Հայաստանը, թե Ադրբեջանը։ Նորեն ես ասում, հիմա այն ես ասում։ Հայաստանը կարա մի հատ զենք ընդ իրարացնի, որը չտուրա տրում քեզ ասել կամ։ Հասկացա ինչ է նշանակում։ Հա։ Զենքը մի ասում։ Դա համար ասում եմ այդ մասը կա։ Զենքերը ինչ այդ մասը հանում են մնացածը Զենքերի կիրառման մասը։ Զենքերի կիրառման մասը, որը որ կարա պետությանը տրում է։ Բայց այնից այնով արա։ Չմերը չ։ Հա։ Իսկ այն ինչ վերաբերվում արդեն։ Հիմա լավ, դուք որպես հայ մարդ, հայ պատգամավոր, հայ մարդ։ Դու քո սուբյեկտիվ կարծիք եմ ուզում։ Շատ։ Դու որպես հայ մարդ։ Դու ուզում ես որ այս երկրի դավաճանները պատժեն։ Միանշան։ Ամեն ինչ անելու ես դրա համար։ Այսինքն եթե պետք է լավ որ այդ քննիչ հանձնաժողովը թեկուզ նորից սկսի ավելի չգիտեմ ուրիշ կազմով, ավելի թեկուզ այնտեղ ուրիշ մարդկանց բերելով, թեկուզ այդ գաղտնիությունը ստորագրելով, բերեն անելու ես։ Համաձայն եմ, տես Ձայնագրվեց։ Գևորգը հարցուներ, մի հատ խնդրում եմ, Արսեն, խնդրում եմ։ Ասենք մյուս նիստինա երբ այլ ես ասես, ում երեք խոսացել եմ, ում եք խոսած, այսօր մարդիկ դելել են, աբելց ասել են, մենք միանում ենք այս կոչին։ Ես իմ կոչը, ասել եմ պարոն Քոչարյան, ես ձեր հետ ես վերաբերություն Այո,
Այո, այս մեղադրանքը ձեզ ասեք, մեզ պատստավ կային։ Ես ոչ ծախվել եմ։ Ոչ ձեր պատգամավորներն են բանան։ սրիկա ծախվել։ Մանդատ եք տվել տենց ախմախ մարդկանց, ովքեր տենց արտահայտություններ են անում։ Ոչ ծախվել եմ, ով կարա մի հատ ապացույց բերի, որ ես ծախվել եմ։ Ինձ միշտ այս իմ կռիվը որ կա, որ ամեն տեղը ներևում եմ, մի հատ կա։ Ես ճշմարտություն եմ։ Ու ես չեմ կարծում, որ այստեղ այս քաղաքում вообще մի հատ դեպի մարդ կլինի, որ ասի չէ, սխալ բան ես ուզում։ Բայց ճշմարտություն եմ ասում, տվեք, ախպեր իմանամ ով տարավ ես ուրեմն։ Всё, տալու են Արսեն, երկրորդ կրուկ մի բան արա, ցավը տանեմ, ախպերս։ Բավար կողքին արխիվացի, չի չասի արա ես Մեկը տա։ Անդիմության բոլոր падգամավորները թողան ծառայել։ Ցավը տանեմ դիմումի պատասխանին զին գրավոր տվի, որ գաղտնիացվել է ղրգել արխիվ։ Ես հիմա իմ կարգ գրածը պահ։ Աչա, ձեզ կարան դες պատասխան, բայց գործող Աբուս падգամավորները կարան ինձ դες ձեզ պատասխան։ էդի պատասխանը այնքան մինչև հրապարակ հասկացա հրապարակվելուց հետո դուք եք իմանալ ես էլ բոլոր Ցավը դեմ առաջին ես Արսեն, երկրորդ կրուկ ենք խոսում, իմ ախպեր, պարոն Բագրատյան, խնդրում եմ, պարոն Բագրատյան։ իհարկե հաստվա, բայց հաստվա, երբ որ Всё, պաշտոնապես ասել են, որ արխիվացվել է, հարազատ, մի ավեն բանել, պաշտոնապես հայտարարվել է։ Արխիվացել, նշանակում է դրեցին գնդեմ մոռացա։ ով ասես մոռացա։ Այտենց է արխիվը, մինչև չդիմես, մինչև չուզես։ կադաստրից արխիվից բան ենք անում, այդ Հա, այտենց է, մինչև չուզես չեն հարում։ Всё, երկրորդ կրուկ մի գնացեք։ Всё, մենք պատասխան ստացանք, մինչև ընտրությունները հրապարակվելու է, Սերգո ջան, մի հատ։ ինձ պետք է դավաճանել։ Հարցը ուժի մեջ է։ Ինձ պետք է դավաճանել։ Ով ուզում անի, նա ինչ եմ ասում։ Ում դաշտի ծնվում է, թփի ծնի, ուզում է հայ չի ծնի, ուզում է պապա չի ծնի, ուզում է ով ուզում ալի դավաճանը պետք է պատժի։ Այս երկու ջոգերը չի շատ այս է դավաճանը։ Բամաքրենք։ Իմացեք, սա տալի։ Բողոքեք ախպե, բայց Ես Всё։ Պարոն Բագրատյան, կարելի է դες մի տրամաբանական, կառուցողական, շատ հանգիստ հարցերի շարան։ Մենք պատերազմ ենք, չէ՞, պատերազմում պարտվել ենք, չէ՞։ Ձեզ դուր է գալիս վիճակը։ Ոչ մեկի, չէ՞։ Ինչ է ուզում այս մարդը։ ասում հրապարակի քնի շանտաժորը զեկույց։ Պատասխան են ուզում։ Շատ նորմալ տրամաբանական մի բան է։ Մենք հայերս ուզում ենք իմանալ ինչի ենք պատահել։ Մենք 25 տարի հաղթած էինք, եկավ նոր իշխանություն, նոր մարդկանց հետ, ու դրուկ պարզվեց, որ մենք շատ թույլ ենք, մենք պարտվեցինք, ամեն ինչ իրականության մեջ տրամաբանական եմ ներկայացնում, ամեն ինչը փաստի վրա։ Ու շատ հանգիստ, ոչ մի Ընկալեք դա քաղաքացու տեսակետից։ Ինքը Ղարաբաղը մենք ազատ, ես ու դուք ազատ գնացել եկել ենք, հա։ Մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ դուք որպես իշխանություն հետազոտեք, ունեք 8 տարի, 6 տարի ժամանակ։ Ու մեզ ասեք, ոնց եղավ, ինչ հրաշք եղավ, ով եկավ կախարդական փայտիկով, բայց կախարդական փայտիկը հակառակ ազդեց, որ մենք դարանք թույլ, մենք պարտվեցինք ու տեսքի պայմանավորվեմ դուք կլնեք սխալ բան է, չէ, նորմալ բան է, չէ ուզում։ մեկ երկու օր այս կոչանա Շնորհակալություն։ Երբ հնարավոր որ այս հրապարակի, որ այս մարդիկ հանգիստ են։ Հիմա դուք հասկանում եք, որ հասկացում ենք ձեր վրա, որ դուք դավաճաններ եք, որովհետև քանի որ դուք եք քեզ չանձամբ, ձեզ մի րոպե ընդհանուր, քանի որ դուք եք հետազոտել, հետո ասում եք գաղտնիա ձեզ չեն կասելու, մեզ Չէ, եղբայր, շնորհակ չենք ազգային ժողովը ամբողջ Կարելի է ձեզ էլ հարց տալ, բարև ձեզ։ Դուք ինչ վերաբերմունք ունեք, մենք պատերազմի հետևանքները հետաքննող հանձնաժողովի զեկույցի համար ենք եկել։ Մեզ խոստացել են 3 տարի, որ կհրապարակվի։ Շատ խնդրահարույց եւ սուբյեկտիվ զեկույց է։ Այո։ Իսկ այն հապշտապությունը ոնց իրաք դա արխիվացվեցին, արդեն դա բազմաթիվ պատճառներ եւ հարցեր են։ Ակնհայտ է, որ բացահայտումը ազդելու է արդյունքներին, ընտրությունների։ Ակնհայտ է, որ հանրությունը դրա ճշմարտությունը պիտի այսօր իմանա, որ վաղը ճիշտ ընտրություն կատարի։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր հանրությունը շատ մեծ դաշտ է քաղել եւ հասկացել է ինչա տեղի ունեցել։ Դուք մի փոքր ավել բացահայտումների կարիք մեծ է
Բայց այնուամենայնիվ Եկեք համաձայնվենք, որ մանիպուլացվող մի զանգված կա, որը լսում է այո, հիմա մենք բոլորս հանրությունը, նեյտրալ հանրությունը այսօր պահանջում է պատրաստ եք նպաստելու, որ ճշմարտությունը բացվի։ Մենք այլ падգամավորների հետ խոսեցինք, այսօր կարծես թե այլ կարևոր հրատապ հարց այսօր չկա, քան այդ հանձնաժողովի զեկույցը բացելու եւ ճշմարտությունը բացահայտելը։ Դուք падգամավոր չեք։ Չեմ կարող որևէ կերպ նպաստել, բայց որպես քաղաքացի միանշանակ կանգնեմ եմ, որ այո, պիտի դա հրապարակվի։ Իհարկե շատ կասկածելի է դրա բովանդակությունը, բայց այնուամենայնիվ եթե այդպես հապշտապինած առողջացան, ուրեմն այնտեղ բավականին հետաքրքիր բացահայտումներ կան, որ խնամքով թաքցվում է ժողովուրդը։ Շնորհակալություն ձեզ։ Լավ, թողեք թող գնամ մարդ։ Այո, Պարոն Բագրատյանը խոսա Քոչարյանի հետ ու մեզ որ կպայմանավորենք որ կպայմանավորենք ու մեզ կներկայացնեն այդ պայմանները Իդեպ ռեժիմ կա, որ կարանք օրինակ ես ու դու ստորագրենք գաղտնիությունը չբարձրացնելու վերաբերյալ մեզ ցույց տան նաև գաղտնի տեղերը մոտավորապես ձեր համար իրանք են թե ոչ մեկը դավաճան չի ինչ-որ մեկը Հարի Փոթեր եկավ կախարդական փայտիկով սենց արեց ու մենք սկսեցինք դեռ սեպտեմբերին հələ սեպտեմբերին էլ պատերազմ ունենք հələ հենց չի կախարդվել հələ մորով անենք նոր մյուսը շնորհակալություն Ժողովուրդ ջան, կրկնեմ ով նոր է միանում պատերազմի հետևանքները հետաքննող քննիչ հանձնաժողովի զեկույցը փակել են չեն տալիս ԿՊ-ական падգամավորները գիտեն որ տենց է պետք ամբողջությամբ գաղտնի է դրա համար չի բացահայտվում մի քանիսը գիտեն որ վաղը մյուս օրը բացահայտվելու է ու տենց շարունակաբար ոչ մեկ չգիտի անգամ այս հարցի շուրջ ճշմարտությունը ոչ մեկ չգիտի կոչ եմ անում բոլորդ պահանջեք որ սա բացես սա ամենակարևոր հարցն է ընտրությունների մինչ ընտրությունների գնալը շնորհակալ եմ էֆիրը հələ չեմ անջատում տեսնենք էլի падգամավոր դուրս կգա թե չէ Պատգամավոր են Ժողովուրդով է պատգամավորներին դեմքով ճանաչում ձի Ասակի փորձենք Այսօր ցավալի է Հազար ներողություն եմ խնդրում Ցավոք սրտի մենք այսօր ոչ բոլոր պատգամավորներին գիտենք անունով եւ դեմքով Դուք պատգամավոր եք որ ֆրակցիա Հայաստան դաշինքից կարող եմ ձեզ հարցնել վերաբերմունք ունեք մենք այսօր հավաքվել ենք որպեսզի պատասխան ստանանք պատերազմի հետևանքները հետաքննող հանձնաժողովի զեկույցի Իհարկե վերաբերմունք ունեմ կարծում եմ որ դա պետք է հրապարակային լինի կարծում եմ որ այն ինչ որ կատարվում է դրա նկատմամբ անտարբեր լինել չի կարելի դա համազգային ողբերգություն է միայն իրանց ցավը չէ նրանց ողբերգությունը չի ովքեր երեխաներ ունեն այնտեղ Այս պահին ձեր տարիքի մայրեր կան անգամ ընդե, որոնք իրենց մատխաշ երեխեքին Դա ինձ համար էլ անձնական ցավի նման ցավ է, այսպես որ ես չեմ ուզում հասկանում եմ այդ մարդկանց, կիսում եմ իրենց ցավը, հասկանում եմ, որ անտարբեր լինելը այսօր ուղղակի հանցագործություն է, հանցակից լինել այն ամենին ինչ որ տեղի է։ Անկեղծ ասած, որպես պատերազմի մասնակից մի կողմ դրած հուզականը, մենք այնուամենայնիվ փող ենք կորցրել, հայրենիք ենք կորցրել, մշակույթ ենք կորցնում եւ սպառնալիքա շարունակվում, ասեմ, որ շահագրգիռ են ճշմարտությունը իմանալու նաեւ պատերազմի մասնակիցները, արցախցիները եւ դա մեծ ծավալ է, այո։ Խնդրանք էր ձեր գոլեգաներին, որ գուցե հնարավոր է մի կողմ դնել մնացած բոլոր հարցերը եւ սևեռել մինչեւ ընտրությունները հաջորդ քարորիայի ժամանակ միգուցե մենք սևեռենք մենք ամբողջ եւ հանրային եւ քաղաքական ամբողջ դաշտը սևեռենք այս հարցի շուրջ։ Ես ձեր ցանկությունը պահանջը նկատի ունենամ կքննարկեմ գործընկերների հետ։ Շնորհակալություն։
Լավ եղեք։ Անջատեմ էֆիրը։ Չէ, չեմ անջատում, չէ, լավ ջան, մի հատ դու այնտեղ նկարի տես դու հանգիստ։ Մեկը մեկին պասա տալի։ Դες ընդեղ պահանջում են։ Ինձ ընդ պահանջում են։ Գնացինք։ Նա, ես խոսանք Գևոր կամատունի։ Բագրատունի։ Ամատունիներ ալա դա։ Հարավ կամատունի։ Բագրատունի։ Գեր ջան ուրախ ենք ցավտան կապի մեջ։ Վաղը քարորիա վերջին նիստն է եւ հետո երկու շաբաթ ընդմիջում է ժողովուրդ։ Վաղն էլ են գալու։ Այն падգամավորներին ում այսօր չհանդիպեցին, վաղը հանդիպելու ենք նույն զրույցը տանենք եւ կարծում եմ ուլտիմատիվ դրվելու է մյուս քարորիային այս հարցը բարձրացնելու։ Նորմալ ուշադիր եղեք, այդպես process-ա լինելու։ Կներեկից։ Ոնց է սրգուտը։ Չփոխվեց կամերան փոխում։ Ջրանացի մանը դու ասա։ Սեյգոն Արսենը Արժան ցավը տանեմ մեռնեմ ես սրտին։ Մեռնեմ քո սրտին։ Մեռնեմ քո սրտին ապեր։ Արսենը։ Դեռ ուղիղ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ականջից բաներ ասել։ Դե մետա։ Ինձ հուշում եմ, որ կարծես թե էլի падգամավորներ կան, դեռ մնանք։ Եվ կամ արդեն զանգել են, ասել են դուրս մի եկեք, այդտեղ գազազած ժողովուրդն է։ Քոչարյանական կաշարված փողամոլներն են այստեղ հավաքվել, եկել են ուզում են ավել փող վաստակեն։ Ինչքան տահաս պիտի լինի կարող որ դες մանկական որ վաղը ասելու են որ մենք երեխեք ենք ուտում, հիշում եք ռուսները որ ասում են ուկրաինացիները երեխեք են ուտում, դրա համար նացիստներ են, դրա համար սաղին կոտորել է պետք է սա մեր մասին սուս բաներ են խոսելու։ Իդիոտներ։ Ասածս վաղը ժամը 3-ին մենք լինելու ենք նորից ազգային ժողով։ Ազգային ժողովի այս մուտքի մոտ, այն մուտքի մոտ
Համեցեք, ով ուզում է падգամավորներին տեսնի հարց տա, համեցեք, որքան շատ մարդ լինենք, այդքան ավելի իրանք պատասխանատու հարցեր կարող են տալ։ Եթե քիչ ենք, իրանք կարող են փախնել։ Եթե շատ ենք, փախնելու տեղ չեն ունենա։ Եվ այտենց մինչև վերջ, մինչև չիմանանք ճշմարտությունը եւ մինչև այս երկիրը նորմալ հունի մեջ չդնենք։ Ստի, կեղծիքի, խաբելու, մանիպուլյացիայի մեջ երկիր չի կարելի ունենալ։ Լավ սիրելիներս, չտանջեմ ձեզ, այսինքն ով կարա անջատվեք, ով կմիանա, նորից բան կանեմ, չանջատեմ էֆիր, էլի, այ տակ կարող է, բարը ձեզ, դուք պատգամավոր եք, չեմ։ Ես արդեն խոստովանեցի, որ պատգամավորներին դեմքով չենք ճանաչում, սարսափելի է, որ քաղաքականությամբ կարևորագույն մարմինը այսօր զետեղված է մարդկանցով, ում չի ճանաչում, անհայտ ու հələ մոտ հարց առաջանում, իրանց կյանքով իրանք ճանաչած եղել են, թե չէ, ինչ նվաճումներ ունեն մարդիկ, ովքեր եկել են դարել են պատգամավոր։ Ինչ կյանքով։ Արվեստի մասնագետները, մանիպուլյատորները։ Բայց դպրոց կա, միտը քննություն կա, օրինակ, գալիս ես մանիպուլյացիայի քննություն հանձնես, որ դարած պատգամավոր, որոնց պարապցնում են, ու այսպես կլանային վերարտադրում են։ Հիմի մեկը մեկին ասում է դավաճան, այն մեկը մեկին ասում է հողատ։ Հիմի երկուսը իրար դեմ են, առաջի ամբիոնն է։ Չեն կարող որոշում։ Երկուսն են ասում են, դե ճշմարտությունը դե դուք գիտեք։ Ահենք ես չեն կարող խոսքի ասի դադախ ասել մի հատ մեզի բաներան նորմալ ասեցեն մի падգամավոր։ Ինձ անձնական վիրավորում է։ Դու գզիկ չես արա, անձնական խափում ես, քանյաց դունցի խափում ես։ Ես չեմ ասում որ դու իմ անձը, իմ եղած վիրավորում ես։ Ես քեզ ասում ստախոզում ասում ես ինձ վիրավորում ես։ 18 թվին խափելով եկան իշխանության։ 21 թվին խափեցին եկան իշխանության։ Խափել սուտ խոսան չէ։ Հիմա խափում են։ Ասում է բանա, մենք չանցնենք պատերազմ անելու, մենք չանցնենք թրիփ չիլնելու։ Ընկեր այդ վախցնելով ուզում ես անցնես։ Քանի կար ասում է իր Արցախը Հայաստանը ժողովուրդ ես գալիս եմ Արցախի հարցը։ Այն վաղ ուրիշ ձև էի մտածում ասում։ Հիմի սենց ասում հարց 2 տարի հետո, մի տարի, կես տարի հետո չի ասի, այն վաղը տենց էի մտածում։ Հայաստանը մարդու սեփական կարծիք չունի ինգեր։ Հայաստանը Թուրքիայի մաս է, օրինակ։ Դե ժողովուրդ։ Հայաստանը պետք է ասի, բայց հիմա ավե միշտ էլ Թուրքիայի մաս է եղել, դի նախնիներն են տվել ինգեր։ Տիգրան մեծն է տվել։ Որենի չլներ, մենք էս օրի կլինի։ Տիգրան մեծ իշ կա։ Հիվանդներ, արա դերները թխմեք, արա։ Էսա, նայեք, բոլորիս միտքը կապ չունի քաղաքականորեն, ով ինչ այսօր նախասիրություններ ունի, ճանապարհ ունի, վեկտորներ ունի, տեսլականներ ունի, այսօր բոլորին այս ճշմարտությունը, այդ թվում նաև նիկոլականներին, ձեր հարազատ նիկոլականներին դեմը դրեք այս հարցը։ Մի գնացեք ընտրեք մի իշխանություն, որը երեք մի բան ասես, այսօր ուրիշ բան ասում, վաղը հաստատ ուրիշ բան ասելու։ Ձեզ ինչ որ այսօր ասում են, որ խաղաղությունն չի լինելու խաղաղություն։ 18 թվականին եկավ պատերազմ եղավ, 21 թվականին եղավ Արցախը տվինք, հիմա ընտրվելու է Սյունիքն ենք տալու, ժողովուրդ, ինչ որ մի տեսակ շատ օրինաչափ է, շատ։ Ու եթե հիմա մենք չիմանանք թե այս պատերազմը ով է սկսել, ով է պարտվել, ինչի Արցախի հարցը սկզբից Արցախը պիտի ստատուս ունենար, հետո հանձնվեց, ինչի պատերազմը ավարտելուց հետո հարց բարձրացվեց, որ պիտի Սյունիքով ինչ որ մեկին ճանապարհ տանք, ինչի համար պատերազմը ավարտվեց, խաղաղություն է, ինչի ենք մենք ուզում հիմա ճանապարհ տանք, ով գիտի, ոչ մեկ չգիտի, այդ ճանապարհը տալիս ենք Ամերիկայի հետ համատեղ, հա, տենց է, չէ, ասում Ամերիկան է գալիս Ամերիկայի հետ համատեղ, Ադրբեջանը ինչ կապ ունի մեր ու Ամերիկայի հարաբերությունների մեջ, ինչի Ալիևը գնում մասնակցում մի ճանապարհի, որտեղ պիտի մենք Ամերիկային ճանապարհ տանք, մենակ նրա համար, որ դա Ադրբեջանից Ադրբեջան է գնալու, հարց ինչ ենք մենք դες ճանապարհ տալիս, պարտավոր ենք մեր շահերից է ելնելու, մեզ տենց են ներկայացնում, չէ, տենց էլ չեն ներկայացնում, ասում են դե պետքա պիտի տանք, բայց մեջը մենք շահ կունենանք, 24% քյար է լինելու մեջից, փող ենք, սեմուշկի փողն ենք այդտեղից տանելու, այդտեղ որ ճանապարհին օրինակ բան լինի, քաղցր բամբակ ծախեն, տենց բաներ ծախեն, դրա եկամուտը մերն է լինելու, բենզակալոնկա կդնի, դրա 24%-ը պետությանն է գալու, ժողովուրդ հասկանում եք ինչ Իրոդ ենք ընկնելու։ Ոստիկանությունը իհարկե մեզանից շատ ավելի շատ է, ու լեն մուտքի մոտ էլ մարդիկ կան։ Եկեք ես գնամ այն մուտքի մոտ էլի։ Արսեն, ես գնամ այն մուտքի մոտ կարող է։
Չէ, Մի քիչ նստեմ։ չէ, դու մնաս տեղ։ Պետք է հասցնես։ Բռնանում եք։ Չէ։ Բռնանում եք։ Ստեղ Բայց հիմա լսի։ հա։ Բայց այստեղ Ստեղ դուք մնացեք, ես եմ գնում ընդ։ Որտեղ ստեղ հիմա զանգել են, ասել են Բաղրամյանից դուրս եկեք, ստեղ ջղային մարդիկ են։ Մարդակերներ են հավաքվել։ Մեկը շատ է, ես եմ գնում։ Ինձ մի Ոբշեմ, ինձ ես էֆիրն եմ տեղափոխում ընդ։ Լավ ջան, ես գնամ ընդ, դուք ոնց հարմար ա ձեզ։ Նկարեմ ինչ չունես։ Սա ակնհայտ ամենակարևոր հարցն է այսօր Հայաստանում։ Ամենակարևոր, որը որ երկար տարիներով, դե մի քիչ փոքր, մի քիչ շատ խոսացել ենք, բարձրաձայնել ենք, լսող չկա տարբեր ձևերով, ամեն օր ձեզ օրակարգ տվեց, այսօր պերաշկի կերավ, վաղը կուկուրուզ կերավ, հետո էս ինչ արեց, հետո այն ինչ արեց, սենց խափեց, այնց խափեց, ամեն օր ձեր համար պոպկորն են տալու։ Այդ պերաշկին, որ իրանք ուտում են, դա իրանք չեն ուտում, դա ձեզ են կերցնում այդ պերաշկին։ Հասկացեք, որ մենք ենք հիմա նստած ժողովրդով հանրությունով քննարկում ենք այսօր սրանք ինչ կերան, ինչ արեցին։ Այն դեպքում, որ այդ կերածը միտեղ արտահայտվում է ժողովուրդ ջան։ Ու ինչքան շատ իրանք ուտում են, այդքան շատ մեր գլխին այդ կերածը վերադառնում է։ Միած սաղը հասկացեք ինչ եմ ասում։ Ճշմարտություն, այսօր ամենակարևորը ճշմարտությունն է, ճշմարտություն իմանալուց հետո արդարադատություն։ Ուստի այս շարժումը պահանջում է ճշմարտություն եւ արդարություն։ Գնալու եք ընտրությունների, ընտրելու եք մարդկանց ում մասին չգիտեք, ով չգիտեք իրանց շարքերում ով են, իրանց առաջնորդն ով է։ Տարատեսակ ինֆորմացիա է, մեկ ասում է իրավունք ունենք մասնակցելու, իրավունք չունենք մասնակցելու։ Նիկոլն ա տվել, Քոչարյանն ա տվել, ներկաներն են տվել, նախկիններն են տվել, սևերն են տվել սպիտակների։ Մնում եք սև ու սպիտակի օրակարգի մեջ, ժողովուրդ, դες անընդհատ պահում են սև ու սպիտակի օրակարգի մեջ։ Հիմա, օրինակ, իմ համար ուրախալի է, որ սև օրակարգի, սև բաժնի այս ընդդիմություն կոչեցյալը, որը ցավոք սրտի եղած ժամանակը չի արդարացրել այնքան, ինչքան մարդիկ սպասում էին իրանցից, թե ընտրությունները պիտի հաղթեին, չէին հաղթե, թե ընթացքում պիտի շատ պահանջներ են դրվել, մանդատ դնելու, իմպիչմենտի, բազում պահանջներ են դրվել, դա չի իրագործվել, չեն կարացել, չի ստացվել, մտածել են պետք չի։ Հիմա իրանք բոլորը հասկանում են, որ սա ամենակարևոր հարցն է։ Մենք դա պարտադրում ենք, ասում ենք, սա դրեք ձեզ կարևոր հարց։ Ժողովուրդ ջան, մի քիչ ի վերջո այս ամփոփումը, որ պիտի լինի եւ նոր դարաշրջան պիտի լինի Հայաստանի համար սկսվի ընտրություններից հետո, եկեք այդ դարաշրջանը սկսենք քիչ թե շատ արդար դաշտում։ Ճշմարտությունը իմանալով։ Դա բոլորին է ձեռնատու, բոլորին, բացի հանցագործներից։ Այստեղ մենք ենք արդեն։ Մի վարքյան շեղեմ Զանգեցին Ալեն Սիմոնյանն ամոթքից դուրս եկե, գնանք Ալեն Սիմոնյանին ասենք ինչ պետք է։ Ալենն է դուրս եկե։ Բռնել են։ Այսպես դեպիլ վիճակի մեջ ենք։ Ալեն Սիմոնյանն է դուրս եկել մտքից, կարծես թե ժողովուրդ հարցերով
Մարաձես, զրուցենք, Զրուցելու ընդհանրապես չկա։ իսկ քո հետ, որ հիմա սենց եք անում ես ժողովուրդ, ինչին արժանի չեմ, կոնկրետ սրան տանեք, վախում ես, խոսա ինձնից, անձամբ ինձնից ընենց ես վախումար էլ ասելու չի, արա քիշերը դու չես քնելու, կամ քնելու ես, բերդերում ես քնելու, արա, լսում ես, արան դու ես քումնամ լավըտ, ձերներդ հլը ասում եմ, թրի արայի թրած, Արսասինա թրած թե դուք արա, քրվուր է տալի արա, ես վրադի, 10 անգամ ավել կքրվեմ արա, Ալյոնան, Всё, լա, բերման եք ուզում, ինչի համար, Սավատան, ինչի համար, հա, հասկացեք հետո բերման ենթարկեք, արդեն ավտոն կանչում ես, որ բերման ենթարկեք, չեմ սպասում, աղբերս, Սավատանը, մաներնամ սրկիտ, ասա ինչի համար է ասում, չէ, դու տանում ես, հետո իմանաս, Всё, ես քեզ հավատում եմ, այս տղուն խեք բանանում, բան չեմ արել, ես եմ նկարած ասաղ, ինչ եմ արել, այս տղուն ինչ, Ամետ, այս տղուն խեք բանանում, ամետ, ես եմ միջադեպ ունեցրել, Այո, Ալեն Սիմոնյանը ինձ փորձել է վիրավորել, Արգելի, հետո տեմ, լավ, всё, Ղազարյան ջան, իմ կարգավիճակը ես գիտեմ, պետք չի դուք հասկանաք, ստեղ եմ, տղեկ, չեմ գնում, Համահայկական ճակատ կուսակցության ղեկավարի քիչ առաջ բերման ենթարկեցին։ Ուր տարա, նոր բաժին։ Ուզում ենք իմանալ։ Պետական դավաճանները լեզու են թափ տալի արդեն, Հաջան, Ալեն Սիմոնյանին են ճամփու դնում, վրոտ, ով նոր միացավ, փորձեցի զրուցել Ալեն Սիմոնյանի հետ, շատ բարյացակամ, կանգնել են, որպեսզի թիկնապահները չանհանգստանան, Ալեն Սիմոնյանը հրաժարվեց, կոպտեց, Արան հերետը արտահայտությունով ստացավ բազում այլ պատասխաններ, որի համար ինձ հիմա, չգիտեմ, հավանաբար բերման են ենթարկելու, ընդ զրուցում ալը, միասին գնանք լսենք, էլի ինչա զրուցում, կարողա զրպարտում է ինձ, միասին, ես միջամտելու բան չեմ, ուղղակի նկարեմ, Դավջան գնա նկարի, էլի աղբերական, գնա նկարի տնեք ինչ։ Սահակյան, Վարդանյանին ուր տարան, Վարդանյանին որ բաժին տարան ու ինչի համար, Ուր ա բանը։
Միկային գտեք նա հասկանանք ասում այ հոյել այն դեսել այն։ Առաջինը ինքն է այո։ 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 Եթերա դեն, այո։ Շո, ուրեմն մի րոպե, բայց ասում են որ առաջինը այո։ Մամեն կեցի որ երկերկա տեսնենք որ ամեն Արսենին տարան Վարդանյան։ Միկա առաջինը ով հայհոյել կներես, Ալեքս Սիմոնյանն ասում է առաջինը դու ես իրան հայհոյել։ Չէ, վիդեոը մերևն է, ես հիմա չեմ մեկնաբանի, վիդեոը մերևն է։ Շատ լավ։ Մենք ուղիղ եթերով ունենք նկարած։ Ամբողջը նկարահանվել է, իմ ուղիղ եթերում էլ կա։ Իրա ԱԺ նախագահի հայհոյանքներ կա։ Ես իմ ականջներով էլ եմ լսել։ Գնա բաժին կապի տղեկի հետ։ Մենք էլ ենք գնում բաժին։ Ծնողների մոտ եք Միկա ջան, մենք էլ բաժին ենք։ Արսենին բարևներ։ Ինչ կացեք։ Պետական կարապցին։ Ինչ ասել, որ ասել է Արցախը Հայաստանը լինելու է։ Հեռախոսդ նստում է միք։ Ահա, այս բաժին են գնում։ Ինչի համար են խոլիգանություն արել։ Կգնան կպարզեն, Ժողովուրդ ջան։ Խոլիգանությունը նմա։ Մեր ոստիկանությունը համարում է խուլիգանության դեպք կար։ Այո, ես ծանոթ եմ։ Դա մնացեք կապի մեջ։ 3 ժամից հետո